այս մարդուն բռնեք ու Նոբելյան մրցանակ տվեք։ Ով որ ինձ կանշարքի մեջ է մեղադրում, իր մոր ու քրոջը վատանյալ։ 19 միլիոն։ Տենց իրադարձություն լիցք է տալիս։ Այդ ինչ լիցք է։ Այս քրական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ It's a women's rights issue. Բարև ձեզ, եթերում ARM Comedy-ն է, ուրեմն հանում ենք համով բան, վերցնում ենք թեյ կամ սուրճ ու տեղավորվում էկրանի առաջ։ Իսկ եթե ընթացքում նաև սեղմ եք բաժանորդագրվելու կոճակ, ապա 5 րոպեվա ընթացքում կզանգի հորքուրը եւ կասի գանձ։ Բայց եթե մարդ հորքուր չունի, ասենք թե։ Ուրեմն կլինի հաճելի բացահայտում այդ մարդկանց կյանքում, ինչպես դա եղավ հայ շինարարների կյանքում, երբ իմացան, որ արմատուրաները պետք չի առնել ջանդամի ծերից, այլ Արարատի մարզից։ Խոսքը մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ի մասին է, ավելի լավ, ավելի հայկական ու գերմանական տեխնոլոգիայով։ Եթե դեռ մտածում եք որտեղ տանել մեքենան սպասարկման համար, ապա առաջարկում ենք ձեզ ամենահեշտ ու պարզ լուծումը։ Sky Motors-ում կարող եք հանգիստ վստահել ձեր մեքենան պրոֆեսիոնալներին, որտեղ անհրաժեշտ սպասարկումը կանեն արագ եւ ամենակարևորը որակով։ Անկախ մեքենայի տեսակից, լինի դա էլեկտրական, սովորական թե հիբրիդ, Sky Motors-ը այն կսպասարկի շատ լավ։ Նենց որ մեքենան վարելը հաճույք ստանալը ձեր վրա, իսկ են բարդ հարցերը Sky Motors-ի։ Բարի գալուս Sky Motors-ի նոր սրա Թբիլիսյանի վրա, մեծ բիզնեսի մեջ մտնող իմ փոքրիկ բարեկամ։ Բայց իմ բիզնեսը ինչ կապ ունի ամեն ինչի հետ։ Դմբոն չի հասկանում։ Բա բիզնեսը ոնց է զարգացնելու եւ խնայելու առանց GMC էլեկտրական բեռնատար։ Իմը մեկա քաղաքի մեջ է, այնտեղ բեռնատար քշել չի կարելի։ Մերը կարելի է շատ դմբո է ստում սկսնակ բիզնեսմենի համար։ Բայց իսկ կարող է խառը մեքենաներ պետք գան։ Համ էլեկտրական, համ բենզինով GMC մեքենաներ, համ Mazda եւ Suzuki, համ էլ եթե համը չհանես ու զարգանաս, մեծածախ պատվերներ կարող ես անել բոլորը մեկ տեղում։ Մենակ այս գույներն են։ Հատուկ սենց էսթետների համար ունենք լավ լուր։ Ներկելու հնարավորություն կարա լինի կապույտ, կարա լինի աչքերիդ գույնի։ Իսկ կարա լինի վարդագույն, իմը վարդերի բիզնես է։ Կարա լինի վարդագույն, վրենը գրած շնորհավոր ամաննոր եւ սուրբ ծնունդ։ Իսկ սպասարկում կա։ Էլ չգիտի ինչից կպնի։ Sky Motors, սպասարկում ու կես ձեր բիզնեսի եւ ինչու ոչ հենց ձեր բոլոր ավտոկարիքների համար։ Եվ այսպես վաղ շաբաթի ընտրությունները անցան, բայց նստվածքը մնաց։ Նստվածքը մնաց Փաշինյանի այն հայտարարությունից, որ ընտրությունների արդյունքները նոր լիցք տվեցին կաթողիկոսին հեռացնելու օրակարգին։ Բարեբախտաբար այդ հարցը տալու հետ կապված առիթ եղավ ճապազրույց։ Պաշտոնական այցով մեկնում եմ Ղազախստան եւ կարեւոր համարեցի մեկնելուց առաջ տեսնել թե ինչ հարցեր են մնացել ձեր մոտ այս ընթացքում։ Մնացել են այդ ինչ լիցք է հաղորդվել վաղ շաբաթում, որ ընտրողները չգիտեին։ Դե բանն այն է, որ լիքը ընտրողներ իրանք թե մտածում են գնում են համայնք ընտրեն ինչ որ ճանապարհ բան սենց հարցեր, իրանք կուրսի չէին, որ իրանք հեսա լիցք են հաղորդելու։ Ինչ վերաբերում է լիցքին, հենց այդ լիցքն է, լիցքի մասին է խոսքը, որ վաղ շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա տեխնացուն հաղթել են եւ ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս։ Ցանկացած տենց իրադարձություն ինչ որ լիցք է հաղորդում կտրիչ հեռացնելու։ Հիմա նենց ստացվեց, որ համընկավ, որ դա եղավ վաղ շաբաթում ու այդ մի կտրիչը ոնց որ այդ մի կտրիչն էր։ Բայց մարդիկ որ մտածում են իրանք գնում են ինչ որ Տրուբեկի լուսավորության ճանապարհի հարց, ինչպես եւ ասում էր ձեր տեխնացուն, նրանց ինչ կասեք։ Որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Ամեն ինչ բնականon գնում է ու մեզ ընդամենը պետք է այս ընթացքում չգժվել ու դրա համար ունենք բարձրաճրելու մի հատ իդեալական լուր։ Բարից պարզվում է, կյանքը այնքան թեժ, այնքան sense երրում է, որ մենք բաց ենք թողում լիքը նոր քաղաքական գործիչներ, կուսակցություններ։ Մեր նոր բացահայտումը էկրաններից թող հեռանան զգայուն մարդիկ, լուրը շատ շոկային է։ Ես Գագիկ Թադևոսյանս դուրս եմ գալիս Քոչարի ազգային վերածնունդ եւ Ազիզ Արտոն կուսակցությունից։ Okay, նախ հարամ լինի մեզ, որ բաց թողեցինք, թե ինչպես է Գագիկ Թադևոսյանը մտել մի անգամից երկու կուսակցություն։
Գագիկ Թադևոսյանը ով է։ Դու գիժ ես Ով է։ Քոչարի եւ Ազիզ Զարթոնք կուսակցությունների նախկին անդամ։ Հատուկ նրանց համար ովքեր հոգնել են նույն դեմքերը անդադ տնալուց։ Սա ոչ թե անցած անգամվա նման անում են, որ մարդկանց գտնենք, սա վերջնական է։ Տեսնում եք, suddenly Խզմալյանը շատ էլ նորմալ ու adekvat մարդ է սկսում թվալ։ Մի անգամ էլա դուրս եկել։ Հա, որ մարդկանց գտնի։ Ինչ մարդկանց։ Հիմա էտա կարևոր է ամեն ինչում։ Եվ ոչ մեկ թող չփորձի այս հարցի մեջ մանգա ու գտնի որևէ կեղտոտ տեղ, որ ասի Արտակ Սարգսյանի հետ մենք կռված չենք, ուղղակի մտքերի անհամատեղություն ունենք։ Միոպե, Արտակ Սարգսյանի հետ հուսով եմ խոսքը սասի Արտակի մասին չի։ Մի անգամից համ Քոչարի համ Ազիզ Զարթոնք կուսակցության մեջ էին։ Գոնե Ազիզ Զարթոնքը պահեիք աչքի լույսի պես։ Գագիկ Թադևոսյանը այդ մարդը չի, որ մենակ Քոչարից դուրս գա։ Վերադառնանք դառը իրականություն։ Փաշինյանը պարզվում է այդքան էլ գոհ չի արհեստական բանականությունից։ Պատասխանում են ավելի երկար, քան հարց տվողը ակնկալում է, ոնց որ արհեստական բանականությունն էլ տենց։ Ամեն դեպս իմ հարցին ավելի երկար պատասխանեց, քան ես ակնկալում էի։ Դե եթե հարցը եղել է ինչպես հեռացնել կտրիչ Ներսիսյանին վեհարանից, հա, ԱԲ-ն կարար կախեր ու շատ դժվար պատասխաներ։ Փաշինյանը նաև բացատրեց իր վերաբերմունքը քֆուրների նկատմամբ, որովհետև երբ որ ես դա հարցնում եմ ChatGPT-ին, էլի ճիշտ ասում, շատ դանդաղ է պատասխանում, դրա համար լավ է ինքը ասի։ Շատ անսպասելի էր։ Իրական բանականություն։ Նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Ըհը, բայց տեղ կարա առաջանա շատ տրամաբանական հարց։ Այդ հայհոյախառը դիարեան ոնց որ Փաշինյանին էլ չի շրջանցել։ Ստեղ պետքա միայն իդեալական արդարացում։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Երեք Կիրակի մենակ գնաց դոմփելու համար մեղքերի թողություն ստանալու վրա։ Նենց որ եթե դուք անմեղ եք, եթե դուք օրվա ընթացքում մի 15 անգամ չեք հայհոյում, առաջինը նետեք իմ վրա քարը։ Կամ մի 30 հատ Ave Maria։ Հա, էս էլ մենք ոնց որ փոքրիկ մեղքերի թողություն անենք։ Ահա։ Ցեգե այդ ընթացքում դատարանում շարունակում են դատել Գյումրու կոլորիտը, Գյումրվա համն ու հոտը։ Այս անգամ կալանավորեցին նաև լրացուցիչ համոհոտ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետի որդին Սպարտակ Ղուկասյանը, որ սեպտեմբերից տնային կալանքի տակ էր հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով։ Քննչականից ազատությանը հայտնել են, որ նրա նկատմամբ հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Չի կարելի մարդուն խուլիգանության հոդվածով դատապարտել միայն նրա համար, որ իր անունը Google-ելիս բերում է սատանայի նկարը։ Հասկանում եմ, մի անգամ այս ցանկությունը առաջանում բռնել, կանոնավորել մի 100 տարով նստածնել, բայց չի կարելի առաջնորդվել միայն առողջ էմոցիաներով։ Եվ կարող է ամեն դեպքում խուլիգանությունը բուն Google-վող նկարը չի։ Լրատվամիջոցների տեղեկություններով Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է 2 օր առաջ իր գործով դատական նիստից հետո հնչեցրած արտահայտությունների համար։ Չի դիմացել քրֆել է խեղճը։ Բա թողեք Փաշինյանի նման գնալ պատարակի ապաշխարեր մի 50 հատ էլ Ave Maria, այս ինչ խտրականություն է։ Չթողեցին, հենց էտա որ չթողեցին։ Իսկ ինչի մեջ է մեղադրվում Հայր Ղուկասյանը։ Հանրային մեղադրողի խոսքից պարզ է դառնում, որ 4.4 քառակուսի մետր հողատարած կոտարելու մասին է խոսքը։ Միթել տեղ է ապօրինի օտարման մասին դատախազի պնդումներին այսպես է հակադարձել Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցը։ Որն է Վարդան Ղուկասյանի շահագրգռվածությունը օրենք խախտել 4.4 քառակուսի մետրի համար։ Հոպ, այսինքն եկա Ղուկասյանին կալանավորել եք ընդամենը մի քանի քառակուսի օտարելու համար, տենց բանի համար պետքա մեդալ տալ, որ ընդամենը այդքան է մարդուտում։ Դուք ես մարդու լավ չեք ճանաչում, կարող է այդ 2 քառակուսին օտարել է, որ մի հատ նոր եկեղեցի սարքի։ Ու մատուր։ Չմոռանանք ինչ մարդ ենք կորցնում։ Իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անապ այդքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Այսենց ոսկե մարդ են դատում։ Ու եթե կան դեռ մարդիկ, որ մտածում են, կասկածում են, որ Ղուկասյանը կաշառակեր է,
այսպես ալիբի հնչեցրեց։ Alibi Studio։ Ով որ ինձ կաշառքի մեջ է մեղադրում, իր մոր ու քրոջը վաղ բան է արել։ Ինչ արել մորն ու քրոջը, ինչ։ Մի սադրի մարդը ալիբի է կառուցում։ Դե փակագծերը չբացեն, կախված դրանից թե ինչ ա արել, դա կարող լինի կամ կոմպլիմենտ, կամ շատ Դատական մարտավարություն է, դու ջոգի որ Տրամպին դատում են, հելն ասեր։ Daniels. Whoever thinks I took those people Ես կաշառքից ենքան հեռու եմ, եթե որևիցե մեկին ինձ մեղադրում է, ուրեմն ինք իր մորը ու աղջիկան բան է արել։ Գյումրվա կոլորիտ։ բան անելը մի քիչ թույլ չի, մի քիչ դոզան բարձրացնենք։ Ազատություն, հաղթելու ենք, չարը գնալու է, ներքին թուրքին է բռնաբարելու։ Լսեցիր ներքին թուրք, ուրփաթ օրերը քեզ դուր չեն գալու հեղափոխությունից հետո։ Լավ, բարձրացնենք հրաշալի լուրով։ Գևորգ Պապոյան, էկոնոմիկայի նախարարը, հերիք չի Գերմանիայից 152 միլիոն եվրո քերեց բերեց։ Մի հատ էլ լաբորատորիա քերեց։ 5-6 տարիներին համարյա կարելի ասել ձևավորված չէր երկրում եւ նոր սկսել ենք դա կառուցել, ձևավորել, որովհետեւ իրականում առանց դրա արտահանում չկա։ Հենց դրա համար վերջի 30 տարում արտահանում չկար։ Լավ, ինչ են ստուգելու այդ լաբորատորիաները։ Սանիտարաքիմիական ցուցանիշների եւ ռադիոնուկլիդների որոշման համար ձեռք են բերվել խաղալիքների փորձարկման սարքեր։ Խաղալիքների փորձարկման սարքեր, բա գիտեք խի, մեր հայկական խաղալիքները չէին արտահանվում, ասեմ ավելի, խի հայկական խաղալիքներ вообще-то չկային, Խի չկար լաբորատորիան։ խի փակվեց դետսկի միրը, որովհետեւ խաղալիքները տեղ չկար որ փորձարկեիր։ Okay, էքսպերիմենտի համար, եկեք հիշենք հայկական խաղալիքները։ Այ ասենք հոլը, հալամուլայի պարագաները, Ինչ պարագաներ։ հիմա դա կարևոր է, մի խանգարի, սադրում ես, այլ լուրերից, ազատությունը հազարավոր դիտողների խնդրանքով բացահայտեց, թե ինչպես են թաքցնում Պուտինին, որտեվ բոլորը ուզում են դա իմանալ։ Պուտինն առնվազն 3 իրար շատ նման գրեթե նույնական աշխատասենյակ ունի 3 տարբեր քաղաքներում։ Կրեմլն այս copy-paste կաբինետներում արված լուսանկարներն օգտագործում է տպավորություն ստեղծելու, թե նախագահ Պուտինը մերձ մոսկովյան իր նստավայրում է։ Բայց իրականում այս կադրերի մեծ մասն արված են Մոսկվայից հեռու։ Սա պարզ է դառնում, երբ դետալների վրա ենք կենտրոնանում։ Իսկ էլ ով է նեղություն քաշել կենտրոնալ դետալների վրա, ոչ ոք։ Մինչ այս պահը, եկեք ասենք էլի, բոլորս դեբիլի պես մտածում ենք, որ Պուտինը ունի ընդամենը 1 կաբինետ։ Ազատության սիստեմայի հետաքննող լրագրողները հարյուրավոր նկարներ են համեմատել ու ուսումնասիրել, եւ պարզվում է Պուտինն իրականում այնտեղ չէ, որտեղ Կրեմլից ասում են, որ է։ Նովոօգորյովի, Սոչիի ու մի երրորդ տեղի Վալդայի կաբինետների լուսանկարները կարելի է ներառել, գտեք մի քանի տարբերություն խաղի մեջ։ Ահա նախագահի թիկունքում ինտերիերի մաս կազմող այս գիծը, թվում է նույն սենյակն է, բայց պատի այս դետալը 3 նկարներում էլ տարբեր բարձրությունների վրա է։ Մեկ ռեպորտաժ ու այդքան օգտակար ինֆորմացիա։ Դուք էլ եղեք ազատության պես աչալուրջ եւ մնացեք մեզ հետ, որովհետեւ երկրորդ մասում վերջապես սկսում են վերլուծել այն ինչ որ ասել էր մեր մոտ Ալեն Սիմոնյանը, քաղբանտարկանից ենք խոսում խաբեբայության նոր մեթոդներից եւ վերջապես պատժում են Նիվայի վարորդներին։ Մեր մեքենաների շատերում տեղադրված է ազդանշանի սարք, իսկ ավելի կոնկրետ բոլոր մեքենաներում։ Ազդանշանը ունի տարբեր նպատակներ՝ կանխել վթար, հիշեցնել դիմացի վարորդին, որ արդեն 20 վայրկյան է կանաչա ու պետք է շարժվել, բայց կա մի վիճակ, որի համար հաստատ ստեղծված չի ազդանշանը։ Եվ այդ վիճակը առավոտվա 7-ին սիգնալ տալն է։ Նույնիսկ եթե դիմացի վարորդը մտել է հեռախոսի մեջ ու ուզում ես բշտել նրան, մի արա դա քնած մարդկանց հաշվին։ Չկա արդարացում, երբ փողոցում 1.5 մեքենա է, առավոտը մարդիկ քնած են ու դու են երկար տհաճ սիգնալներից ես տալիս։ Նույնիսկ ցերեկ իրար ազդանշանով բարևել է կարամները։ Ոչ միշտ, թեթև սովորական պիպիպ, բայց ոչ երբեք առավոտվա 7-ին կամ առավելևս 6:30 այդ երկար սիգնալ կողացնելը։ Եղեք պատասխանատու ազդանշանող։ 21-րդ դարն է վերջի վերջ։ Maura Sushin ինձ ուղարկել է պրեմիում սուշի։ Ոնց քեզ, դու վեգան չէիր։ Դու ես վեգան։ Հա, էլ չէ։
Okay, premium ինչ է premium sushi։ Ոսկի ա վրան, Okay. like lit premium առաքում է, premium շատ որակ, կարևոր բան։ փայտիկները Ուզում ես Premium. երբեք չգցես, ուզում ես ծերանաս այդ փայտիկների հետ եւ այդ փայտիկներով գնաց։ հաստ կտրած է, պաս ես ոսկի եմ։ Oh yeah baby։ Էս ո՞նց է տեղավորվելու։ Նամ։ Արա հələ կրիվետկի չափը։ Իր շու չափը սրա ոտը։ Իսկականից premium։ Սևի կար է, վրան։ Դա ես կրիվետկա մեկ էլ ծովափին ալու։ Իդեպ մոռացանք ասենք։ Շատ համով է։ Միանգամից թեժեղեն Արշակ Սրբազանը հերքեց, որ ենթադրյալ քերակնոջ, ենթադրյալ վիդեոյով, ենթադրյալ իր անձնական կյանքը խախտվել է, գաղտնիությունը խախտվել է։ Այսինքն ենթադրյալ ռեժիմը ենթադրյալ քերակնոջ հետ ոչ մի ձանագրություն չի արել։ Հա, բայց ինչ որ ուրիշ ձևերով ռեժիմը բզբզացել է, ենթադրաբար։ Արշակ Սրբազանը քննչական կոմիտեում հերքել է, որ տարածված տեսանյութը իրական է, իր հետ կապ ունի։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, Սրբազանի կյանքի գաղտնիության իրավունքը չի խախտվել, քանի որ ինտիմ տեսանյութը կեղծ է։ Կարծում են արհեստական բանականության միջոցով է ստեղծվել, որն է իրենց վարկածը։ Սրանք կեղծ տեսագրություններ են։ Հիմա կեղծ են դրանք տեխնիկական իմաստով թե բովանդակային իմաստով։ Ավելի պարզ ասեմ, հա, դրանք կեղծ են համակարգչային ծրագրի միջոցով են կեղծել, թե դերասանների միջոցով են կեղծել։ Դրանք շատ էական չեն մեծ հարց։ Որոշ վիդեոները կեղծ են, չգիտենք ոնց են կեղծել, կարող է Andy Serkis-ին են կանչել են բաները, ասես որ կպցնում են motion capture-ը, կարող է մրգի խանութում նկարել են ոնց են վարունգ լվանում, հետո իրենք copy paste են արել դրել են, դա էական չի ոնց են արել, կարող է կեղծ է։ Դե բայց ես կուզենայի իմանալ զուտ production-ի տեսանկյունից։ Երբևէ կարող են իրեն տեսանկարահանել կամ մնացածին, բայց Արշակ Սրբազանը բացառում է, որ այդ տեսագրությունը իր հետ կապ ունի, որովհետև այն երևույթները, որոնք նկարագրվում են Ընդ որում ասեմ ինքը չի էլ դիտել այդ տեսագրությունները, որտեղ պատշաճել չի որ դիտի։ Չի էլ դիտել։ Գոնե համեն դեպս մի հատ չել դիտի։ Չէ, այ այդքան վստահ է մարդը ինքն իր վրա ու նույնիսկ այդ ցնցուղը որտեղից նկարվել է, մի հատ չել գնացել նայ ինչ հար անդեղ կպսրած եղել։ Okay, անցնենք հաջորդ թեմային։ Ես էկրանների մոտ եմ հրավիրում կանանց իրավունքներով զբաղվող բոլոր ՀԿ-ներին, իրավապաշտպաններին եւ ակտիվիստներին։ Պայթունա վտանգ թեմա ունեմ ձեզ համար։ Ուրեմն նույն գործով անցնող կնոջը ավելի խիստ արգելանքներ են սահմանում, քան նույն գործով անցնող տղամարդկանց։ Այս ձեր թեման է, չէ՞։ Ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով միակ կին մեղադրյալին դատարանը որոշեց թողնել բանտում։ Իրոք ինձ համար շատ տարօրինակ է, որ նույնիսկ Բագրատ Սրբազանին ամբողջ աշխարհը կարող է գնա տեսակցության եւ ինքը կարող է զանգ տալու ուզում ամբողջ աշխարհում, իսկ ես չեմ կարող։ Նույնիսկ քրեակատարողական հիմնարկում է դա տարօրինակ, ամեն անգամ ասում են ոնց խոհարքելանքները դեռ չեն հանել, երբ գնում եմ զանգահարելու, իրանք գալիս են լսեն, տեսնեն ես ում հետ եմ, էլի խոսում։ Լսեցիք կանանց իրավունքների պաշտպաններ։ Այս ոնց որ հենց ձեր գծով է։ Երևի աղը չեն ըմբռնելում։ Մյուսներին զանգել տեսակցելը օքեյ է, կնոջը չէ։ Մյուսների խափանման միջոցները մեղմացնում են։ It's a women's right issue։ Ոնց որ թե MC տպավորություն է, որ այս ամբողջ քրեական գործը, բոլորս է գիտենք դե իհարկե որ սա շինծու գործ է, բայց այս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Սարգսյան Արթուրինը բաց է կալանքները, Բագրատ Սրբազանինը բաց է, ես շատ վտանգավոր անձ եմ, իմը մինչև հիմա բացած չի։ Բագրատ Սրբազանի կալանքը դատավորը 3 ամսով երկարացրել էր դեռ անցած շաբաթ, իսկ այսօր Լիդիա Մանթաշյանից եւ Մովսես Շարբաթյանից բացի մյուս մեղադրյալների խափանման միջոցները մեղմացվեցին։ Կարող է ինտերնետը չեն մուծել, մի հատ ահունիկ ուղարկեք կանանց իրավունքների ռեսուրս կենտրոններ։ Չէ, զերո արձագանք այս պայծրությամբ։ Լավ, մեր ոդկասթից հետո փոթորիկը ոնց որ սկսեց գնալ ավելի կառուցողական ուղով, սկսեցին վերջապես անալիզ անել ինչ ասել։ Սկզբից 168 ժամը։ Փաշինյանն իր կուսակիցներից թաքցրել է պատերազմի սկսվելու փաստը։ Ու հետո արդեն Factor TV-ին պահեցին իրանց հասուն լրատվամիջոցի պես ու մի հատ անհավանական բան արեցին։ Որոշեցին մի հատ նայել տեսնել ինչ ասում երկրի տոլի երկրորդ դեմք այդ ոդկասթի մեջ ու արեցին հիմա շատ անհավանական բան եմ ասելու։ Խորացան բովանդակության մեջ։ Ու պարզվեց ինչ, բավական սենսացիոն բաներ են կորզել այդ ոդկասթի մեջ են երկու բարետես երիտասարդները։
Ինձ արտնասել են, ասել են վերկաց պատերազմ սկսել, ես նույնիսկ չեմ հավատացել, ասել եմ լավ երևի Բուջուրիկ բախում է, հեսա կդադարի, հետո որ տեսել եմ ինչա կատարում, հասկացել եմ, որ չէ։ Չենք իմացել մենք, այո, մենք չենք իմացել։ Հայաստանի Հանրապետության հետախուզական ծառու եւ կառույցները եւ գլխավոր շտաբը այլ աղբյուրներից մեր հետախուզական կարողացել է հստակ ճշտի հակառակորդի գործողությունների օրվա մասին, բայց դա արդեն ուշ էր։ Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի իրար հակասող այս պնդումները հնչել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ։ Այստեղ մի շարք հարցեր են ծագում։ Շնորհակալություն Factor TV-ին։ Մենք էլ անցած հաղորդման այս մասը մի տեսակ բոլդ արեցինք, որ տենակ։ Ինչ էր ասում Նարեկը, եթե գիտեիք, որ հարցակվելու են, գոնե տագնապ տայիք։ Ինչ էր ասում Անդրանիկ Քոչարյանը, հա գիտեինք, բայց ինչ որ այդպես լայնածավալ պատրաստություն չենք ասցի, բայց ինչն էր խանգարում տագնապ տալ։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող արժեք քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով ստացվել է թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունը, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն։ Վարչապետն ինքը հանձնաժողովում հաստատել է այս տեղեկությունը։ Այդ տեղեկությունը, այո, ինձ կոնկրետ զեկուցվել է։ Եվ եթե ես ճիշտ լսեցի հարցը կամ կարդացի, խոսքեր գնում հաջորդ օրը ինչ որ գործողության պատրաստ լինելու մասին, բայց միջև այդ պահը #ափսոս։ Ափսոս, որ ոչ թե քաղաքական գործիչներն են այս փաստը վերցնում մտնում ընտրություններից առաջ հանրության աչքը, այլ ընդամենը երկու լրատվամիջոց։ Դե իսկ ինչ էր ասում Թարմ, չնայած արդեն առանց դրաշ, բայց մեկը արդեն ռետրոնիկոլ ասում էր, որ ռուսների տված տեղեկություններին չեմ վստահում։ Իրենց արտաքին հետախուզական ծառայությունը 2022 թվականի գարնանը ասում էր բացառվածա, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև հապկը ընդեղ է։ Եվ էլ չասեմ դա ինձ առաջ ինչ էր ասում։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառվածա, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր։ Դե հիմա շատ չեն մտնում այդ դաշտ քաղաքական գործիչները, ինչը իհարկե ափսոս, բայց այն մյուս թեմաներով լավ համոզիչ են ափսոսում։ Ու դե Factor TV-ին եւ 160 ժամին առանձին մերսի բովանդակության մեջ, ոչ թե վերնագրի վրա լրվելու համար։ Լավ, բարձրաճյուրենք լավ լուրով, հոյակապ լուրով։ Ուրեմն այն մեքենաները, այն որ սաբվուֆերներ են դնում, որ գիշերվա միլիարդին հիմնականում 6-8 քոքեն ու ձեր պատոհանի տակով անցնեն, իրանց հիմա արդեն տուգանում են։ Մեկ ամսից ավելի է ուժի մեջ է օրենքը, որով այսպես երթևեկով վարորդները պիտի տուգանվեն։ Իրենց երաժշտական ճաշակը հանրությանը թելադրող վարորդները սակայն ոչ միայն շարունակում են երթևեկության մեջ բարձր երաժշտություն լսել, այլև պատասխանատվությունից խուսափելու տարբերակներ փնտրել։ Բայց ինձ նիվացուս տվեցիք, ես ինչ խտրականություն է, չասեց վաբշե ոչ ոք։ Բայց անհամ վարորդը չէր լինի անհամ վարորդ, եթե սա էլ շրջանցելու ձև չգտներ։ Այո, լրագրողները կապ հաստատեցին անհամ վարորդի ընկեր ՀԿ ներկայացուցիչի հետ։ Քողարկելով սաղն ամենաբարձր մակարդակով, եթե բուֆերա դրած, այնպես բուֆերներ ենք օգտագործում, որ սլի մտնի, այնպես տեղեր պահենք, որ չերևա։ Ու ամեն ինչ արվում է, էլի, ինչը վերաբերում է երաժշտության դեպի ձերքին։ Մեր զրուցակցի խոսքով միայն մեքենան տեսնելուց հետո կարող է ասել, թե որքան կարժենա ուժեղացուցիչի, այսպես ասած իրավապահներից քողարկումը։ Ես չհասկացա, որտեղ են թաքցնում այդ ուժեղացուցիչները։ Նարեկ, անհարմար հարցեր մի տուր։ Լավ, անհամ վարորդի ընկեր ՀԿ-ին հակադարձեց համով վարորդի ընկեր ՀԿ-ն։ Դուք պետք է որոշվեք որպես քաղաքացի, որպես վարորդ։ Ձեր տրանսպորտային միջոցը մի 500,000-ից ավելի ծախսանեք, այդ, չգիտեմ, այդ ուսիլից էլ այդ դինամիկները վերեք, տեղադրեք, հավաքեք, մեկ է հաջորդ օրը ոստիկանը արգրավի, դուք էլ ընկնեք դատու դատաստանների միջոցով փորձեք ձեր գույքը հետ ստանաք։ Հիմա արդյոք հետ կստանաք, հետ չեք ստանա, դա չեմ կարող ասեմ։ Բայց թույլ տուր գուշակեմ։ Մեկա դնում են, չէ։ Իհարկե, որտեղ արա ոնց կարելի է Թումանյանով ավտոն քշել ուղակի զավադսկոյ դինամիկները, թեև բարձր միացած, եթե կարելի է քշել նես դինամիկները, որ Եղվարդում երեխեքը արթնանան։ Ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև օրս 84 վարորդ է տուգանվել։ Ինչ, ընդամենը 84 հոգի։ Դե վերջերս են թույլ այդ օրենքը։ Արա Թումանյան պրոսպեկտ Խաշմերուկին ընդամենը մի պարեկ է կանգնացնում, որ մենակ այդ ակտը գրի։ Նիկոլենց շարակած 7 միլիարդ արտաքին պարտքի երևի մի շաբաթում կփակեք։ Вообще ես տեղ ընդունում եմ racial profiling-ը, որը ամերիկացիներին հաճախ դուր չի գալիս, բայց եթե տեսնում եք անցնում է սպիտակ նիվա,
Ամեն դեպքում կանգնացրեք ու մի հատ ստուգեք, այն տակերը ստուգեք։ Չգիտի, ինչի մենակ սպիտակ, ստեղ եղեք մի քիչ ռասիստ, ծև նիվաները, ցանկացած այլ գույնի նիվաները կանգնած նախ սաբվուֆեր կա մեջը։ Իհարկե սա ասելով ես էլի մտածում եմ, որ ինչպես միշտ չի ստացվել, որովհետև մուկ ապակիներով հիմա էլ հանգիստ քշում են վարորդները։ Բայց հայ գյուտարար քթիցակը այստեղ էլ ելքեր գտնում է։ Facebook-յան օգտատերերից մեկը ոչ միայն կարողանում է քողարկել մեքենայի լրացուցիչ սարքավորումները, այլև անխոչնդոտ երթևեկել մքեցված ապակիներով, որը եւս օրենքի խախտում է։ Շփական ավտոյի վրա տեղադրած է դվայնոց ստեքլապակետ սպիտակ շուշեկով։ Սևով ինձ կանգնացրել են, իջացրել եմ, բարձրացրել եմ սպիտակը, ուզեցել են դուր քանդել, ոչ մի ձևի իրավունք չեն ունեցել դուրս քանդել, որ դրան մեջի ինչ է։ Հետո ասում եմ մոտավորապես մի 10 օր առաջ բա։ Ինչ, այս մարդուն բռնեք ու Նոբելյան մրցանակ տվեք, շտապ։ Այդ ինչ տիպի պետք է նեղվես արևից, ինչքան շատ պետք է հայը սիրի ստվերը, որ դվայնոր ստեքլապակետ դնի։ Չգիտեմ, ամեն դեպքում այս մարդկանց էնտուզիազմը, եթե վերցնենք ու ինչ-որ ուրիշ հունով տանենք, ապա նրանք կզբաղվեին բանկային խարդախություններով։ Հա? Ուզում եմ ասել, սահուն անցման է մյուս թեմային, բայց թեթև լադոկի։ Ոչ եմ, բանկային խարդախություններ։ Գազպրոմը թոշակառուների համար խաղարկություններ կազմակերպում, նոր տարվա նվեր որպես մասնակցեցի 50,000 փող ուղարկեցի, իրանց դուր չեկավ, ասեցին մինիմումը պետք է $500 ուղարկեք։ Ուղարկեցի $500։ Անցավ ժամանակ, զանգեցին, ասին շահել եք $1,300 է դարձել ձեր գումարը։ Այսքան գումար տվեք, որ ձեր գումարը հետ տանք։ Ու թույլ տվեք Գուշակեմ տատի ջան, էլի փող ուզեցին, որ այդ մյուս փողը տան, հա։ Ես չգիտեմ մեզ քանի տատի եւ պապիներ են նայում, բայց թույլ տվեք մի խորհուրդ տալ։ Եթե ավելորդ $500 ունեք, ապա միացեք մեր Patreon-ին, իսկ այն տակի $497 մի հատ հայկական լաբորատորիայով ստուգված խաղալիք առեք թորներին։ Հետո տալու ժամանակ պատահական բարձվեց, ես գիտեի իրանց համար բան եղավ, որ միացրեք հավելվածը ձեր բանկի, տեսնենք որտեղ ուղարկենք այդ գումարը, արդեն դարձել էր 19 միլիոն հայկական դրամ։ Ձեր մտքով չի անցել, որ դա խաբերություն կարող է։ Գիտեք ինչ, ամեն մարդ իր արշինով շրջապատին գնահատում է, քանի որ ես երբեք չէի մտածում, որ կարելի է այդ աշճանի խաբել։ Ես հավատում եի, ոնց կարելի է այդքան խաբել։ Մի անգամ, երկու անգամ, երեք անգամ։ Սիրելի Ռիտա Սերգեևնա, հնարավոր է այդքան էլ ու շատ ավելի էլ խաբել։ Ընդհանրապես դրա համար պետք է չխափնվել, չհավատալ։ Բայց դու մարդկանց տականքության level-ը էր, ուրեմն թոշակառու կնոջը ստիպել են բացի բանկային հավելվածը screenshot անի, որ կոնկրետ տենան ինչքան թոշակ ունի մնացած, որ միջև վերջի լուման տանեն։ Տեսան, որ հավելվածում գումար ունի։ Հերա բանկի հավելվածը ինտերնետով բացեցի Ուշացնում են, ասում են ձեր անձնական տվյալները ոչ ոքին մի փոխանցեք, կոդեր են գալիս, կոդեր են։ Ոնց հետ բերենք մեր գումարը 19 միլիոն կորցնելուց հանգիստ նստում ես, ասում ես չես ոչինչ բան չեմ անում, չեմ հավատում ձեզ։ 19 միլիոն Ռիտա Սերգեևնա, որ շատ խնդրեմ, կլինեք իմ տատիկը։ Նարեկ Ռիտա Սերգեևնան էլ չունի 19 միլիոն։ Գիտեմ, բայց մեկը շատ հաճելի բարի կին է, ուղղակի ծայրահեղ ասճանի միամիտ։ Դե ինչ, մի եղեք այդքան բարի ու հաճելի խարդախների հետ ու մնացեք մեզ հետ։ Եվ այսպես ինչ է մեզ առաջարկում fast shift-ը եւ այդ ինչ ընդհանրապես։ Այս պահին իմ համար ամենաթույն էլեկտրոնային դրամապանակն է։ Բոլոր փոխանցումները, վճարումները արվում են արագ եւ շատ հարմար։ Ամենահարմարը մեքենայի վճարումներն են։ Փորձել ես։ Մեքենատ գրանցում ես ու բոլոր վճարումները ընդեղ են գալիս։ Ապա, խախտումներ, գույքահարկ։ Հիմա կարմիր գծի համարել է push գալիս, որ տեղում տենաս ու միանգամից վճարես։ Շատ հավես է, թե չէ դահկից ենք իմանում։ Եվ այսպես FL Consulting առաջարկում է ֆինանսական լուծումներ, որոնք կզարգացնեն ձեր բիզնեսը։ FL Consulting-ը տրամադրում է հաշվապահական, հարկային, ֆինանսական ծառայություններ, ընկերությունների բացում եւ ոչ միայն։
Աշխատում են հայկական եւ միջազգային շուկաներում, ապահովելով ֆինանսական թափանցիկություն, իրավական անվտանգություն եւ արդյունավետ բիզնես կառավարում։ FL Consulting, ինչքան գրագետ մոտենակ բիզնեսին, այնքան բիզնեսը ձեզ եկամուտով շնորհակալություն կհայտնի։ Այսքաններ այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Ես պատասխանատվության բաժին ունեմ, մասնեք օրինակի մեծ վաղը չեմ իսուրը բանալվի մահապատիժը վերականգնվի, ապա ենթադրենք, թե պիտի Նիկոլ Փաշինյանի գնդակահարել, ինձ մի 15 տարի էլի, վերջին գնդակահարել, որտեղ քեսից բան եմ արել, հասկացել եմ որ Քեսից հասկացել եք։ Մի հատ ջանջամ էր ստուդիայում պնդվում, որը մտել էր Ալենի ոդքասթը ձայնագրելու, վաղ ու մինչև հիմա ստեղ է։ Ես սկսում եմ մտածել, որ դրոն է։ Կարող է ժուչոկը այդ ջանջը вообще, արդեն ժուչոկի բատարակենը պետք է նստած լիներ, էլի արդեն։ Okay, մեկ էլ մի հատ թեմա է ուզում բանեի, այս ամեն կիրակի նոր եկեղեցի ընտրել ու տենց այլ ընտրանքային պատարակի մասնակցելը։ Okay, քանի քահանա կա, որ տենց ոնց որ դուրս է եկել։ Ապա իշխանը զես հենց քահանաները վերջանան, մորմոնների մոտ կարա գնա, որ ստուկով կարա գնա։ Ինք առաքելականի հետ է որ մաքսիմում կյանքի խոսք։ Okay, կյանքի խոսք կարող է, բայց դա որ Եհովայի վկաներ կան։ Ստեղ շատ մոտիկ իդեպ, այսինքն ոչ շատ հեռու ավետարանչական կա։ Արա, կարա Եհովայի վկա կա, չէ՞։ Ինչ կասեք, որ ասել որպես վկա ասել, հա։ Ու հարցնել ինչի 14 անգամ երբ ասեցիք աշխարհի վերջն առնելու, տենց էլ եղավ։ Լավն է, հարմար բան է։ Եթե կարծում եք, որ մեր հաղորդումը ձեզ օգուտ է տալիս, կարող եք աջակցել մեզ միանալով Patreon-ին եւ ամիսը $3 մենք կլինենք ձեր գլխից անպակաս։